քնիչ իր գործառույթների մեջ անկախ է, ինքը կարա որոշում կայացնի ու վերադասին իր որոշումն ներկայացնի, բայց սակայն այսօր մեր մոտ այդ քննչականն էլ անձ են ծառայում, ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են ծառայում ու բոլոր ուժայիններն են այտենց։ Ցավը դրանումն է։ Օրինակ այս ճանաչված Վարդանյան Աշոտը, որը 3-4 գործ է հարուցել Շինծու գործ է հարուցել մեր առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի վրա, իրան տարան պաշտոնի առաջ խաղացում։ Արտակ Խաչատրյանը, որը նույնպես իր մական բանը չանդրադառնամ, ինչ մականուն ունի, նույնպես Շինծու գործը կարել, այսպես նկարել, ասել եմ, իրենք ավարտել են Բաքվի գեղարվեստական դպրոցը, նույնպես գործը հարուցել գեներալի վրա, նույնպես Խաչատրյան Արտուր Կաչորդ Կայազորյանի քննչականում, որը Շինծու գործը կարել գեներալի վրա եւ դրա դիմաց ստացել է որդու ազատումը զինված ուժերից։ Ամեն մեկը Շինծու գործի դիմաց ստացել են ինչ-որ մի բան, պարգևներ, բայց չեն մտածել, որ վերադասը քննչականի թող մտածի, որ այս սրանք ոսկոր տանող շունը ոսկորել է բերելու, այսինքն իրանք խամաճիկներ են, վլաստ մինյայցը ֆուրաշկու մինյայում, իրանք յուրաքանչյուր իշխանության դեպքում կատարածու են լինելու, այդ կատեգորիաներն են, ինքը ասում է, հանձնարարում է նմանատիպ կատարողներին, եւ սրանք սկսում են Շինծու գործեր կարել, ամբողջ վատը սրանումն է, ոչ ունենք զինված ուժեր, ոչ ունենք ներքին գործեր, ոչ ունենք ազգային անվտանգություն, դատախազության մասին ընդհանրապես չեմ խոսում, որ չունենք, ստեղել է, գլխներին խփեցին, գլուխները կախ կատարելու են, բոլորը համատարած։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։